Ողջույն, Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Նելի Բաբայանն է։ Նելի, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քո մասնագիտությունը կենսաբանությունն է։ Հիշում ես, երբ էր, որ առաջին անգամ կենսաբանությունը քեզ հետաքրքրեց ու սկսեցիր հետաքրքրվել այս ուղղությամբ։ Ամեն ինչ շատ ինքնաբերաբար երևի ստացվեց։ Երևի որ հիմա ռետրոսպեկտիվ մտածում եմ, ինձ շրջապատող մարդիկ էին, որ կամաց բերեցին ինձ այն ուղղությամբ, որտեղ որ ես կգտնեմ ինձ, եւ առաջին հերթին եւի ծնողներն են, որ այնպեսի իմաստություն ունեցան, որ ազատ արձակեն ինձ եւ թույլ տան զբաղվել ինչով ուզում եմ եւ հետո ընտրել են ուղղությունը, որով որ կզբաղվեմ։ Ոչ մի ելևէջներ, մտորումներ, նման բաներ չի եղել ընտրության առաջ, այսինքն ինքն իրան ամեն ինչ բերել է նրան, որ ես վերջում ընտրել եմ կենսաբանություն։ Կային շրջապատում կենսաբաններ դպրոցում էին դասերը հետաքրքիր անցնում, ինչն էր խթանը, որ ես վերջի դասարաններ սովորել եմ Քվանտ վարժարանում եւ այնտեղ հիասքանչ մի դասղեկ ունենք, որ նույնպես կենսաբանության դասատուն էր։ Եվ նա ինձ ավարտելու ընթացքում ասեց դու պետք է կենսաբան դառնաս։ Դա սովորում են քիմիա, ֆիզիկա, այդ ուղղություններն են։ Եվ ես հենց այդ ժամանակ շատ սկսեցի հետաքրքրվել հենց կենսաբանությամբ, չափազանց հետաքրքիր էր, որովհետև քիմիան, ֆիզիկան առանձին հետաքրքիր են, բայց դու կենսաբանության մեջ տեսնում ես ոնց են այդ բոլոր առարկաները կյանք առնում։ Ու ես որոշեցի վստահեմ իմ դասղեկին եւ համաձայնվեցի։ Ու ընդունվեցիր Երևանի պետական համալսարան կենսաբանության ֆակուլտետ։ Հիշում ես ուսանողական տարիները եւ հատկապես այն պահը, երբ որ քեզ հետաքրքրում էր ոչ միայն կենսաբանությունը, այլ նաեւ գիտությունը, հետազոտությունները։ Որ պահին հասկացար, որ ուզում ես գիտությամբ զբաղվել։ Կենսաբանությունը ինքնին հենց արդեն գիտական մի քիչ ուղղություն է, դրա պրակտիկ ուղղությունն ընտրության ժամանակ բժշկությունն էր կամ կենսաբանություն արդեն գալով ես ուզում եի խորանալ հենց իր գիտական կոմպոնենտի մեջ։ Ու շատ դուր էր գալիս կենսաբանությունը, որտեղ ամեն ինչ տրամաբանական էր, եթե դու հասկանում ես ընդհանուր կոնցեպտը, ոչինչ հիշել հատուկ պետք չի, կարող ես տրամաբանորեն ամեն ինչին գալ։ Նորից եւ ամեն փուլերում ունեցել եմ ջոր մարդիկ, որոնց ինձ շրջատ պատել են ճիշտ մարդիկ։ Եվ առաջինը ես ընդունվեցի կենսաբանության ֆակուլտետ եւ հետո մասնագիտացա գենետիկա։ Եվ գենետիկան վարիչը Ռուբեն Հարությունյանը, որ բացի նրանից որ մասնագիտական լեկցիաներ էր տալիս եւ այլն, ուներ մի այլ շատ կարևոր մոտեցում, փորձում էր ուսանողների ընդհանուր կրթական մակարդակն բարձրացնել եւ տալիս էր տարբեր գրականություն գրքեր կարդալով եւ այդ մոմենտը երևի հենց այդ առաջի գիրքն էր, որ ինքը ինձ տվեց, կոչվում էր Զուբր, Գրանինը գրած, որը հայտնի գիտնական Տիմոֆեյ Վրիսովսկու մասին էր, գենետիկ։ Շատ հետաքրքիր, շատ դաժան, բայց հետաքրքիր կյանք ուներ այդ գիտնականը եւ շատ տպավորվել է այդ գրքով։ Այնտեղ կան շատ հետաքրքիր խոսակցություններ գրքի մեջ գիտնականների միջև կոչվում էին սորը, совместные օրը հիմա մոդել լեզվով brainstorming անվանում։ Դա ժամանակ էլ գոյություն ուներ, բայց շատ հետաքրքիր էր խնդրեմը լսել, հետո մարդիկ ոնց են իրար հետ խոսում, լուծմանը գալիս եւ այլն։ Մի խոսքով այդ գրքի տպավորության տակ ես հասկացա գենետիկայից ավելի հետաքրքիր առարկագոյություն չունի եւ որոշեցի գնալ հենց գենետիկա։ Եվ այդտեղից սկսվեց արդեն գիտության մեջ խորանալը։ Եթե չեմ սխալվում, գիտական գործունեությունը սկսեցիր մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, որտեղ մինչև այսօր շարունակում ես։ Ոնց եղավ առնչությունը ինստիտուտի հետ, ոնց գտար, ոնց գնացիր այնտեղ ու սկսեցիր։ Դա մյուս մարդն էր, մարդկանցով պայմանավորված իմ ճանապարհը, մյուս իմ դասախոսը Գենա Գասպարյանը, որը այդ լաբորատորիայի ղեկավարն էր, որտեղ որ ես սկսեցի հենց աշխատել մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ու նա ոնց որ իր դասահատությունների ժամանակ մի քիչ ավելի աչքերը բացեց, ասեց որ գենետիկով չի ավարտվում ամեն ինչ, բջիջ ավելի հետաքրքիր է, այսինքն մի բջջի մեջ գենետիկան էլ կա, ամեն ինչն էլ կա, ու ես սկսեցի հիմա շեղվել բջջի մեջ մասնագիտանալով
Եվ նա այդ ժամանակ բջջաբանության խմբի ղեկավարն էր մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ բնականաբար գնացի եւ սկսեցի աշխատել այդ լաբորատորիայում։ Գնացիր այնտեղ, ինչպիսին էին տպավորությունները, հիշում ես, օրինակ, երբ առաջին անգամ փորձ արեցիր, ինչ զգացողություններ էին, դուր եկավ քեզ այդ միջավայրը ու ոնց էին ընդհանրապես այդ սկզբնական շրջանում աշխատանքները ընթանում։ Ոյ, ինքան վաղուց էր, որ շատ դժվարությամբ եմ առաջին փորձը հիշում։ Գիտեք, հետաքրքիր մասը իհարկե փորձերն են, բայց ավելի հետաքրքիր է, երբ որ արդյունքները, որոնք ստանում ես առաջին աչքից, չես հասկանում ինչ է ստացել, բայց երբ որ սկսում ես վերլուծել ու հասկանալ, որ այն ինչ որ դու մտածում ես, այդ չի, բայց լրիվ ուրիշ ավելի հետաքրքիր բան կարող է լինի, այդ ամբողջ process-ը շատ էր դուրս եկել, որ ամբողջը ստեղծվում է քո ձեռքերով, այդ գիտելիքը, նոր տեսակի գիտելիքը ստեղծվում է հենց քո ձեռքերով։ Այդ հաճույքը ես հիշում եմ, որ ստացել եմ։ Շատ հաճախ լինում էր, որ արդյունքներ չէր լինում, չէ, այդ դժվարություններն էլ եմ հիշում, բայց հիմնականում այդ որ դու ինչ-որ մի նոր բան ես ստեղծում, այդ մասը եւ գիտության մեջ ամենաշատն էր դուր եկել։ Եվ նոր էիր կարծեմ ասպիրանտական կրթությունը ավարտել, տեխնացիական պաշտպանել եւ այնպես ստացվեց, որ խումբը, որտեղ դու գնացել էիր որպես ուսանող ու հետո աշխատում էիր, մնաց քո ղեկավարությանը։ Հիշում ես ոնց եղավ այդ պատմությունը։ Այո։ Շատ դեմ էի այդ պատմության սկզբին, որովհետեւ իմ մեր ղեկավարը խմբի Գենա Գասպարյանը հանկարծ որոշեց լքել Հայաստան եւ գնալ Անգլիա, այսինքն ոչ մի ուղղորդված մի բան չի եղել դառնալ այդ խմբի ղեկավար, ընդամենը խմբի ղեկավարը լքել է Հայաստանը եւ ինձ են նշանակել այդ խմբի ղեկավար։ Ինչպես եղավ, որ հենց քեզ նշանակել։ Չգիտեմ, եւ իմ մնացած այդ ժամանակ խումբը իրական 4 հոգուց էր բաղկացած, մնացածը հրաժարվեցին եւ ասացին, որ դու ես ամենաերիտասարդը եւ ուժեր ունես այդ ամբողջը անելու, դու եղիր։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Երևի 30-ին մոտ։ Մոտ 30-ին մոտ։ Եվ մեր խումբը ուրեմն ամենասկզբում, հետո վերանվանվեց լաբորատոր խումբը, մի քիչ ավելի մոդեռն դարձավ բջջային տեխնոլոգիաների խումբ եւ հետո լաբորատորիա եւ փաստորեն 10 տարի առաջ մենք այդ խմբում 3 հոգով ենք, հիմա 10 տարի հետո մոտ 20 խումբը դարձավ լաբորատորիա։ Դժգոհ չեմ։ Իսկ վախենալու էր այդ ժամանակ, որ դու հետազոտող էիր այդ խմբում ու մեկ էլ դու դառնում ես ղեկավարը, որովհետև ենթադրում եմ լրիվ ուրիշ բան է հետազոտություններ իրականացնելը, լրիվ ուրիշ բան այդ հետազոտությունները կառավարելը ու պիտի որ դժվար եղած լինի սկզբնական շրջանում։ Սկզբից քան չես հասկանում, դժվար չի։ Որ սկսում ես հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի ամբողջ էֆեկտիվ մեքենան աշխատի, սկսում է դժվարանալ ամենադժվար մասերից, որ ես հիշում եմ, երբ դու ունես մի շարք աշխատողներ, պետք է հասկանաս այդ աշխատողների տաղանդը, ամեն մեկի, այսինքն չբաշխես հավասարաչափ ամբողջ աշխատանքը բոլորի միջև, այլ հասկանաս, որ մարդը ինչ մասը ամբողջ աշխատանքի ամենալավը կանի, ինչում նա էր տաղանդը, ամենադժվարը ինձ համար դա էր, որտեղ փորձում է, էս է տալիս, այն է տալիս, տեսնում է ոնց է մարդը կարողանում անել, թե չանել, բայց հիմա արդեն մի քիչ իմ աչքը սովորած է, հասկանում եմ, կան մարդիկ դանդաղ, շատ մանր-մունր գործեր կարող են անել եւ չնյարդայնանալ, կան աշխատողներ, որոնք նյարդայնանում են նման բաներից, իրանց պետքա շատ ինտենսիվ, ինչ-որ մի որոշման բերող, ինչ-որ առաջադրանք տալ եւ հիմա արդեն մի քիչ դա սկսում է ստացվել, որ ընդհանուր արագ կարողանում ենք արդյունք ստանալ, այդ ամենաերևի դժվար մասն էր։ Մնացածը ինչ-որ պրոյեկտներ գրել, հոդվածներ գրել, ես իհարկե հետո արդեն հետ կանգնեցի բուն լաբորատոր աշխատանքից, ավելի շատ գնացի դեպի տարեր, թղթեր, վերլուծություններ, որը ցավոք աշխատանքի անբաժանելի մասն է։
Այ խոսում ենք, որ սկզբում գենետիկայով էիր հետաքրքրված, հետո արդեն հասկացա, որ այնտեղ բջջում ավելի հետաքրքիր բաներ էլ կան, որոնցով կուզես զբաղվել, ու հենց նեղ ուղղությունը, որոնցում ձեր լաբորատորիան հետազոտությունները իրականացնում, թունաբանությունն է։ Փորձենք հասկանալ ինչ է թունաբանությունը եւ այս ոլորտի հետազոտությունները ինչու են կարեւոր, ինչու են անհրաժեշտ, ու փորձենք դա շատ հանրամատչելի բացատրել, որ մեզ լսողները գիտությունից հեռու պատկերացում կազմեն։ Թունաբանությունը ոչ թե թույների մասին գիտություն է, այլ բոլոր նյութերի հնարավոր թունավոր ազդեցությունների մասին։ Մենք այն որ աշխատում ենք բջիջներով, այսինքն մարդու, կենդանու, անջատած տարբեր բջիջներով, ունենք մի շարք մոդելներ, մեթոդներ, որոնց վրա կարելի է տեստավորել այդ նոր տեսակի նյութերի թունավոր ազդեցությունները եւ ոչ միայն թունավոր, այլ նաեւ կարեւոր։ Ենթադրենք կան քիմիկոսներ, որ սինթեզում ենք պոտենցիալ հակաքաղցկեղային տեղ, մենք կարող ենք նայել, ունի հակաքաղցկեղային ակտիվություն թե չէ, կամ մյուսները ուզում են նայեն այս միացությունը թունավոր կլինի թե չէ, մենք մեր մոդելների վրա նայում ենք թունավոր կլինի թե չէ, եւ տարիներ շարունակ մենք ուսումնասիրում ենք այդ տարբեր տեղերից, մեր կոլաբորատորներից ստացած այդ միացությունների ակտիվությունները, եւ թունավոր եւ ոչ թունավոր։ Եվ հետո որոշեցինք, որ այս պայմաններում մենք կախված ենք այդ նյութեր սինթեզողներից եւ մեզ պետք է ինչ-որ մեր սեփական ուղղությունն էլ տանել, մենք որոշեցինք այդ մոդելավորման ուղին վերցնել, այսինքն ստեղծել նոր տեսակի շատ ավելի լավ մոդելներ, որոնց վրա ավելի վստահելի տեստավորումներ կարելի անել, այսինքն առաջ ոնց են անում, միանգամից մարդու վրա չէին տեստավորում, չէ, քաղցկեղը կբուժի թե չէ, սկզբից կենդանու մոտ հարուցում են քաղցկեղ, հետո տալիս են այդ նյութը, տեսնում են կբուժի թե չէ։ Հիմա այդ ամբողջը կարելի է անել առանց կենդանիների եւ դրա այլընտրանքային մեթոդներ երկուսն են, մեկը բջջային մակարդակով, հենց մարդու բջիջներից, մարդու օրգանիզմից վերցած, եւ մյուսը համակարգչային մոդելավորմամբ։ Քանի որ արհեստական բանականությունը բում է ապրում հիմա, մենք չենք կարող կողքով անցնել այդ ամեն ինչի, եւ մենք հիմա ունենք լաբորատորիայում երկու կոմպոնենտ մոդելավորման արհեստական բանականությամբ, համակարգչային եւ in vitro բջջային մակարդակով։ Եվ փորձում ենք այդ երկու կոմպոնենտ, իրանք առանձին ունեն իրենց պլյուսները, մինուսները, ճիշտ են գնահատում կամ սխալ, բայց իրանք երբ որ սկսում են աշխատել միասին, դա դառնում է լիովին այլ մոդել։ Եթե այս հատվածը ամփոփենք, այսինքն օրինակ ինչ որ միացություն կա, ինչ որ նյութ կա, որը կարող է պոտենցիալ օրինակ քաղցկեղի դեմ դեղամիջոց դառնալ, բայց մինչև որ կհաստատենք, որ ինքը արդյունավետ է, կարող է աշխատել, պիտի նաև ստուգենք, թե ինչքանով կարող է օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունենալ, հետեւաբար պետք է կոնշած նախ բջիջների վրա փորձել, հետո կենդանիների, մարդկանց, եւ այն գաղափարը, որին դուք եկաք, այն էր, որ այդ գործընթացը ավելի ավտոմատացվի, ավելի քիչ ժամանակ փորձերի եւ ավելի քիչ կենդանիների մասնակցությամբ փորձեր արվեն, բայց աշխատանքի մեծ մասը ավտոմատացվի։ Սա ստարտափ գաղափար էր, չէ՞։ Մի քիչ ստարտափ սկսելը բուն հետազոտություններից տարբերվող բան է, ոնց էր, որ այդ վճռականությունը եղավ, որ գիտական հետազոտական գործունեությանը զուգահեռ նաև ստարտափ գործունեություն սկսեք լաբորատորիայում։ Այդ պրակտիկան շատ հայտնի պրակտիկա է արտասահմանում, երբ որ գիտական ինչ-որ մշակումները դառնում են ստարտափ եւ պրոդուկտ։ Այսինքն չկորի հոդվածի տեսքով միայն, այլ նաև կիրառվի ինչ-որ մարդկանց կողմից, որոնք որ այդ նմանատիպ գործիքի կարիք ունեն։ Ոչ մի դժվար որոշում չկար դրա մեջ, այսինքն մենք հավաքեցինք 4-5 տարվա ընթացքում ինչ-որ մի գիտելիքի մասա ու կարողացանք այդ ամբողջը վերածել մի այդպիսի պրոդուկտի, որը կոչվում է Toxometris-ը հիմա մեր ստարտափը, այսինքն դա մի հարթակ է, օնլայն հարթակ, որտեղ ցանկացած մարդ, որը սինթեզել է ինչ-որ մի քիմիական միացություն, կարող է ներբեռնի այդ միացության ֆորմուլան ընդամենը այդ հարթակի մեջ, նշի իրեն հետաքրքրող ակտիվությունները, ենթադրենք դեղաբանական հատկությունները լավն են, թե չէ, պոտենցիալ դեղ կարող է դառնալ, թե չէ, կամ թունավոր ինչ-որ ազդեցություն կունենա, թե չէ, քաղցկեղ կառաջացնի մարդու մոտ, կամ սրտի նկատմամբ ինչ-որ թունավոր ազդեցություն կունենա, թե չէ։ Եվ այդ հարթակը ոնց որ կոչվում է in silico,
այսինքն լիովին վիրտուալ պայմաններում, բայց օգնում է քիմիկոսներին հիմնականում այնպես պրիորիտետներ դնել իր քիմիական մոլեկուլների մեջ եւ հասկանալ, որ մի խումբը ընդհանրապես շատ վատ երևի պարամետրեր կունենա, իսկ մյուս խումբը հավանաբար լավ պարամետրեր կունենա եւ կսկսի իր էքսպերիմենտները ռեալ այդ լավ միացություններից, որոնք ավելի հավանական, որ լավ արդյունք կունենան։ Իսկ եթե պիտի շատ միացություններ սինթեզեր, լիքը գումար ծախսեր այդ փորձերի վրա, հիմա քիչ գումար կծախսի։ Ինչը եւ սովորաբար լինում էր։ Երևի թե տեղագործական կազմակերպություններն են հիմնականում ձեր գործիքից օգտվողները, որոնք տեղեր են ուզում, ուրիշ ինչ ոլորտներ կան, որտեղ էլի կարող է կիրառվել գործիքը։ Հիմնական մի քիչ շտկում անեմ տեղագործական մեծ կամպանիաները իրենք ունեն իրենց մեքենական ուսուցման շատ մեծ լաբորատորիաներ, որոնք ստեղծում են հենց իրանց համար այդ մոդելները։ Դրա համար մեր ստեղծված պլատֆորմը շատ ավելի փոքր տեղագործական կամպանիաների համար ոչ թե մեծ, որոնք չունեն այդ հնարավորությունը ստեղծել իրենց սեփական խումբը, որը կզբաղվի մեքենական ուսուցմամբ կամ in vitro մոդելների մշակմամբ, եւ գիտնականները, որոնք նույնպես չէ, ոչ արհեստական բանականության մասնագետ են, ոչ թունաբանության մասնագետ են, այսինքն մաքսիմալ պարզեցված ինչ-որ մի գործիք է, որ ցանկացած գիտնականի կամ փոքր դեղագործական կամպանիայում աշխատող մարդու կողմից կարող է օգտագործվել։ Բացի դեղերից, միայն դեղերը չեն, որ պետք է ուսումնասիրեն իրենց թունավոր ազդեցության տեսանկյունից, կան նաև շրջակա միջավայրի աղտոտիչներ, կան կոսմետիկ միացություններ, չէ, կոսմետիկայում կիրառվող, օրինակ 2006 թվականից արգելել են Եվրոպայում կոսմետիկ միացությունները տեստավորել կենդանիների վրա։ Այսինքն մենք ուզում ենք, որ կոսմետիկան լինի անվտանգ, բայց միևնույն ժամանակ արգելում ենք այդ անվտանգությունը գնահատել։ Դրա համար կոսմետիկան հիմնականում գնահատում են հենց կանանց վրա, տղտուփերի վրա գրված է 40 կնոջ վրա կիրառվել է, ոչ մի վատ էֆեկտ չի զգացել։ Բայց դա տեստավորում չի։ Այսինքն ցանկացած միացություն, որը ժամանակի ընթացքում պետք է սերտ կոնտակտի մեջ մտնի մարդու հետ, չէ՞, կամ կենդանիների հետ, դրանք կարիք ունեն այդպիսի թունաբանական տեստավորման եւ քանի որ տեստավորումները շատ թանկ արժեն, մի տեստը կարող է $2 միլիոն արժենա, այդ գումարները ծախսում են միայն դեղերի համար, մնացած նյութերը տեստավորված չեն, օգտագործում են, որովհետեւ համարում են երևի թե անվտանգ կլինի։ Իսկ այսպիսի ալտերնատիվ այլընտրանքային մեթոդներով, որոնք թույլ են տալիս գնահատել թունավոր ազդեցությունը, կարելի է ինչ-որ եզրակացություն կազմել։ Եվ ավելի քիչ նյութեր արդեն իրական կյանքում փորձել։ Այն նշեցիք, որ դուք անդադ փորձեր եք անում ու հասկացաք, որ ինչ-որ մի հարթակ է պետք, որ հա այդ ամեն ինչը ավտոմատացված կանի։ Հետաքրքիր է որտեղից եք գտնում տվյալներ, այդ տվյալների հիման վրա մշակում, ասում են մեքենայական ուսուցման, ավելի երևի մարդկանց հայտնի կլինի արհեստական բանականության մոդելներ, որոնք կարողանում են այդ տվյալների հիման վրա ցույց տալ, հա, այսինչ նյութը պոտենցիալ թունավոր կլինի, օգտակար կլինի կամ այսինչ հատկությունը կունենա, թե չէ։ Մոդելները իրոք ստեղծված են այնպես, որ պիտի սովորեն ինչ-որ մի խումբ մոլեկուլների վրա եւ հետո տաս մոդելին ինչ-որ նոր մոլեկուլ, որ ինքը կանխատեսում անի։ Մեր տվյալները հիմնականում բաց շտեմարաններից տվյալներ են, այսինքն կան 4000, 3000 դեղերի տվյալներ, մենք վերցնում ենք դրանք բաց են, դրանց մասին տվյալներ։ Տարբեր շտեմարաններ, քանի որ հիմա այս ուղղությունը շատ ակտիվ զարգանում է, մի շարք մեծ կազմակերպություններ բաց ձևով դնում են իրենց տվյալներ, որպեսզի աշխարհում մրցակցություն լինի եւ բոլորը հնարավորություն ունենան մշակել ինչ-որ նմանատիպ մոդելներ, որտեղ հավատում են, որ դրանից ինչ-որ մի բան դուրս կգա։ Այսինքն փորձեր են անում, նյութերի մասին ինֆորմացիա է կուտակում եւ դա բաց շտեմարաններով դրված է, որոնցից կարող եք օգտվել։ Եվ նույնիսկ ժամանակ առ ժամանակ, օրինակ անցյալ տարի, իրենք հայտարարում են ինչ-որ մրցույթներ, ինչ-որ մի նոր տվյալ են հայտարարում եւ հիմա հավաքում են աշխարհից բոլոր ալգորիթմները, ասում են դե հիմա կանխատեսում արեք այս մեր տվյալների վրա ու փորձում են հասկանալ, որ աշխարհի որ մասում ինչ ալգորիթմներ են սկսում զարգանալ, ինչ ուղղությունով է գնում այդ գիտությունը եւ մենք մասնակցեցինք անցյալ տարի այդ մրցույթին, զբաղեցրեցինք երկրորդ տեղը։ Այսինքն աշխարհի մակարդակով վատ ալգորիթմներ չենք մշակել, երկրորդ
տեղն են գրավել։ Դա ընդունված բան է, կան իհարկե մեծ ֆարմակոմպանիաներում իրենց սեփական փակ տվյալները, որոնց հիման վրա իրանք ստեղծում են իրենց հետաքրքրող մոդելները, բայց այս բնագավառում ոնց որ հիմնական խմբերը լաբորատորիա աշխատում են այս ուղղությամբ, աշխատում են բաց տվյալներով։ Եվ հետաքրքիր է, որ ձեր թիմում մաթեմատիկները, տվյալագետները, կենսաբանները, քիմիկները իրար հետ իրար լեզու հասկանալով փորձում են աշխատեն, որովհետև այնքան լայն ոլորտ է, որ մի ոլորտի միայն գիտելիքները բավարար չեն լինի այդ ամենը։ Ես չեմ պատկերացնում հիմա ինչպես կարելի է գիտություն անել միայն մի ուղղությամբ, որովհետև հիմա արդեն ամեն ինչ խաչվել է միմյանց հետ եւ մի քիչ շտկեմ, որոնք բոլորը միմյանց չեն հասկանում։ Դժվար է հայրենասեր։ Շատ դժվար։ Այսինքն մենք ունենք մի մարդ, որը այդ միջդիսցիպլինար կրթություն ունի, մի քիչ գիտի կենսաբանություն եւ շատ լավ գիտի մաթեմատիկա, եւ որը կենսաբանների լեզուն սկսում է թարգմանել մաթեմատիկոսներին թվային լեզվով, այսինքն մեր դրած խնդիրը, եթե ես ասում եմ մեր Անին, նա մինչեւ հիմա նյարդանա, որտեղ չի հասկանում ես ինչի նկատում եմ։ Հասկացա։ Եվ մեզ պետք է զավենը, որ կկարողանա իրեն թարգմանել, թե ես իրենց ինչ եմ ուզում։ Մինչեւ հիմա այդ խնդիրները կան։ Հիմա ձեր ստարտափը ինչ փուլում է, ունեք գործընկերներ, կատարում եք արդեն պատվերներ ինչ-որ ընկերությունների համար, ինչ փուլ եք հասել։ Հասել ենք այն փուլի, որ ունենք այդ հարթակի ոնց որ օգտատերեր, հա, կոչվում են օգտատերեր, այսինքն պետք է, եթե ուզում ես օգտագործես, պետք է գրանցվես այդ հարթակում ու սկսես օգտվել։ Մենք քանակը ֆիքսում ենք այդ ըստ գրանցման, քանի հոգի է գրանցվել, ինչքան տեստեր են անում, ունենք արդեն օգտագործող ինչ-որ լաբորատորիաներ, խմբեր, հիմնական աշխարհի տարբեր մասերից, Եվրոպայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, տենց տեղերից։ Հայեր Հայաստանում դեռ չունենք։ Հայաստանի համար մենք անում ենք ինքներս, այսինքն եթե ինչ-որ քիմիկոսներ գայս են ասում են մենք ուզում ենք նենց մի բան, մենք ինքներս այդ ամբողջը անում ենք, ոնց որ մենք ենք մեր օգտագործողը մեր պլատֆորմի եւ տվյալներ տալիս ենք իրենց, որպեսզի կարողանան տպագրեն։ Հասկացա։ Բայց Հայաստանից էլ փաստորեն հետաքրքրվածություն կա թիմերից գիտական։ Կա, հա, քիմիկոսների կողմից, հիմնական դա քիմիկոսների համար է։ Հետո կան օրինակ ԱՄՆ-ում կա այդպիսի պլատֆորմ, կոչվում է Lab Journal, որտեղ վիրտուալ լաբորատորիա է, քիմիկոսները բոլոր իրենց տվյալները ներբեռնում են այդտեղ ու սկսում են մշակել։ Այ մեր պլատֆորմը ոչ թե առանձին միայն գոյություն ունի, այլ նաև ինտեգրված է այդպիսի պլատֆորմի մեջ, որտեղ բացի իրենց քիմիական հետազոտությունից, եթե ուզում ես թունավոր ազդեցություններ նայես, կարող ես մտնել հենց այդ պլատֆորմում մեր մասը ու կարողանաս օգտագործել։ Այսինքն ընդեղից էլ լրացուցիչ ինչ-որ օգտվողներ եք բերում։ Նելի, եթե չեմ սխալվում, դու նաև արտասահմանում, մասնավորապես Գերմանիայում ինչ-որ շրջան հետազոտություններ իրականացնելու, սովորելու փորձ ունես, կպատմես այդ փորձառությունից ու ընդհանրապես երբ որ համեմատում ես հետազոտությունները կամ կրթությունը արտասահմանում եւ Հայաստանում, ենթադրում եմ, որ տարբերություններ կան, բայց որոնք են այդ տարբերությունները։ Ну, արտասահմանում ամենամեծ բանը ինչի ես սովորեցի դա աշխատելու ունակությունը ոչ թե ինչ էինք անում ամեն ինչ հետաքրքիր էր կրթությունը մեր մոտ էլ կան շատ լավ երեխեք այնտեղ էլ կան լավ եւ վատ երեխաներ այսինքն ժամանակի ընթացքում քո կրթությունն եթե դու սկսում ես զբաղվել գիտությամբ հավասարվում է որտեղ դա գիտելիք է որ ինքդ կարող ես կարդալ եւ իմանալ կրթության տեսանկյունից մարդուց է կախված թե ինչի դու կհասնես քո կրթվածության չէ մակարդակում բայց այդ աշխատելու ունակությունը հենց Գերմանիայում ինձ շատ կարևոր էր որովհետև մինչև դա Հայաստանում ամեն ինչ կամաց էր այսինքն մի քիչ սենց կանենք կամաց նենց կանենք իսկ որ գնացի այնտեղ ապշեցի այդ արագությունից, այսինքն չկար մի մարդ, որ գործ չունենար, որ մի վայրկյան զբաղված չլիներ, ու եթե հանկարծ մի մրցարշավ էր, մի քանի լաբորատորիաների միջև, ու եթե մի օր մի մարդ իր աշխատանքին չգար, արդեն այդ ամբողջ լաբորատորիան կարող է մյուսից հետ ընկներ։ Այսինքն մի մեծ մրցունակություն կար բոլոր լաբորատորիաների մեջ եւ սարսափելի արագությամբ իրանք գնում են առաջ ամեն վայրկյանը օգտագործելով ու երբ որ ես վերադառնում էի Հայաստան որտեղ բոլորը
հանգիստ էին, մի 10 րոպե ուշ կգային աշխատանքի, հետո սուրճ կխմեին նման, ոնց որ կարողացանք մեր լաբորատորիայում մի քիչ այդ ինտենսիվություն, այդ հասկացողությունը, որ եթե Գերմանիայում են շտապում եւ վախենում են ինչ-որ մեկից հետ մնալ, ուրեմն մենք Հայաստանում պետք է 3 անգամ ավել շտապենք, որպեսզի գոնե հասնենք համաշխարհային մակարդակի։ Այդ ամենակարևոր երևի ձեռքբերումը Գերմանիայից արտասահմանից դա էր աշխատելու ունակությունը։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Երևի մեկը այն կարող է լինել, որ Հայաստանում նույն թեմայով զբաղվող թիմերն այնքան քիչ են, որ մրցակցությունը հենց Հայաստանի ներսում այդքան էլ մեծ չէ ու մրցակցելու համար երևի ավելի շատ միջազգային թիմերի հետ մրցակցելու խնդիր կա, ոչ թե հենց ներսում մրցակցելու։ Ես չեմ ասում ներսում, անպայման չի մրցակցել, ես չեմ ասում Գերմանիան իրար կողք գտնվող Գերմանիայի եւ ամերիկյան ինչ-որ երկու լաբորատորիաներ կարող են մրցել միմյանց միջև, չէ՞։ Եվ մենք շատ լավ կլինի ոչ թե մրցենք միմյանց միջև, այլ նաև մրցենք նրանց հետ, չէ՞, մրցակցություն ընդհանուր առմամբ համաշխարհային մակարդակով, որ դու կարողանաս անցյալ տարի մասնակցես ու գրավես երկրորդ տեղը, դա նշանակում է, որ դու հետևել ես այդ զարգացումներին, շատ արագ կարողացել ես մշակումները անել եւ մրցունակ լինել այդ բնագավառում։ Հայաստանում մի քիչ մրցակցությունը քան որ քիչ է, միգուցե դրանից է գալիս հանգիստ, շատ հանգիստ, աշխատելու, դանդաղ։ Նշեցիր, որ երբ որ նայում ես 10 տարի առաջ քանի հոգի եք, 404 հոգի, հիմա արդեն ավելի քան 10 հոգի, ոնց թիմը մեծացավ։ Գիտեմ, որ դասավանդում ես ու ենթադրում եմ, որ ուսանողների հետ ես աշխատում, փորձում ես նրանց գրավել, որտեղ ես գտնում հետաքրքիր երիտասարդ դեմքերի, որոնց գրավում ու բերում ես լաբորատորիա ու փորձում գիտնականի աշխատանքով գրավել հետաքրքրել նրանց։ Այո, հիմնականում ուսանողներից։ Ես հենց դրա համար էլ մինչև հիմա զբաղվում եմ այդ դասավանդմամբ։ Առաջ էնտուզիազմի վրա էր ուղղակի հիմնված, հիմա մի քիչ օգտվելու համար, որովհետեւ ամեն տարի կարողանաս ընտրել լավագույն ուսանողներին եւ հետաքրքրել իրենց։ Ուրեմն աշխատողների հիմնական աղբյուրը իհարկե ուսանողներն են, որոնք տարի կարողանում են ընտրել այդ դասավանդման ընթացքում։ Իհարկե ոչ բոլոր լավագույններն են համաձայնվում զբաղվել, այսինքն լավագույնները ունեն իրենց հետաքրքրության շրջանակները, դու պետք է իրենց հիմա հետաքրքրես քո թեմայով, բայց ստացվում է, այսինքն ստացվում է հավաքել մի խումբ, որտեղ կան շատ լավ ուսանողներ։ Չգիտեմ ցավոք, թե ոչ ցավոք, էլի մեծ այդպեսի հոսք է կատարվում, մեր լավագույնները սովորում են մեր մոտ 1-2 տարի, հետո գնում են Քեմբրիջ, գնում են Նորվեգիա, երևի դա լավ է, ես ասում եմ, որ իրենց համար լավ է, ու մենք նորերին են քաղաքում, այսինքն միշտ նորերին վերցնում ենք, սովորեցնում ենք, իրենք մի քիչ աշխատում են, հետո գնում են շատ լավ համալսարաններ սովորելու։ Այդ երևի թե լավ է, մեզ համար դժվար է, որտեղ մենք անընդհատ ոնց որ ամեն տարի նոր մարդիկ ենք վերցնում, սովորեցնում եւ այդ ամբողջը մի պտույտ է։ Կան իհարկե աշխատողներ, որոնք հիմնական մնում են կմախքը, բայց կան նաեւ այդ ուսանողներ, նոր, որոնք գալիս են, գնում են եւ հիանալի երիտասարդություն ունենք։ Իսկ դեպք ունեք, որ այդ արտասահմանյան կրթությունից վերադարձել են ու շարունակել ձեզ մոտ աշխատել։ Դեռ չէ։ Հուսամ կարող ունենանք, դեռ չեն ավարտել, դեռ չէ։ Նելի, երբ որ այս թեմայով մի քանի տարի առաջ զրուցում էինք, հիշում եմ ասացիր, որ նկատում ես ոչ այնքան հետաքրքրվածություն երբեմն ուսանողների շրջանում հենց բուն գիտական գործունեության հանդեպ, այսինքն իրենք գուցե սովորում են քիմիա, գուցե սովորում են կենսաբանություն, բայց իրենց աշխատանքը բնավ գիտության մեջ չեն պատկերացնում։ Հիմա ասում ես իրենք գալիս են ու հետո էլ որոշում են կրթությունը արտասահմանում շարունակել։ Կարող ենք ենթադրել, որ փոփոխություն կա ուսանողների մոտիվացիայի մասով։ Ես կարծում եմ, որ փոփոխություն կա Հայաստանի գիտության մակարդակի մասով, որովհետև միգուցե այն ժամանակ այդքան լավ գիտություն չէին կանում, որ հետաքրքրվեին։
միգուցե։ Իսկ հիմա մի քիչ ավելի հետաքրքիր բաներ են անում։ Այսինքն երիտասարդները անմիտ օբյեկտներ չեն, չէ, իրենք հասկանում են, ինտերնետ կա, ամեն ինչն է պետք է կան աշխարհում, ինչ իրանք պոտենցիալ կունենան հետո ապագայում։ Եթե դու իրանց առաջարկում ես ինչ-որ մի հնացած մեթոդ, հնացած մտքեր եւ այլն, իրենք հասկանում են, որ դա իրենց ապագան չէ։ Հիմա որ նայում եմ, միգուցե մենք լավ բան կա ու չենք առաջարկում, իսկ հիմա ավելի հետաքրքիր բաներով ենք զբաղվում։ Նու դա ուղղակիորեն կախված է ֆինանսավորումից իհարկե։ Այն ժամանակ հնարավորություններ մի բան անելու, հիմա մի քիչ ավելի շատ բան անելու։ Բայց կարծում եմ ամեն տարի էլ կան տոկոսային եւ լավ եւ վատ, բայց լավերը շատ լավն են։ Եվ Նելի խոսեցինք հետազոտություններից, ստարտափ գաղափարից ու դա իրականություն դարձնելուց, բայց այս ամենից դուրս մի հետաքրքրություն ունես կինոն եւ նույնիսկ գիտեմ, որ ֆիլմ ունես նկարած ընկերուհուդ հետ, երբ ու ինչպես կինոն քեզ սկսեց հետաքրքրել, ինչպես տարբեցիր ու ինչպես եկաք այն գաղափարին, որ անգամ պիտի ֆիլմ նկարեք։ Այնքան վաղուց էր, որ նույնիսկ մոռացել էի դրա մասին։ Չգիտեմ, երևի մանկուց փոքրուց ուսանողական իմ ընկերուհին ուսանողական ժամանակների ընկերուհին է, մենք ամեն տարի գնում ենք ծով, հիշում եմ, երկուսով ու գիշերցերը կինոներ ենք նայում տարբեր երկրների, տարբեր տարեթվերի եւ այլն, ոնց որ ամբողջ օրը լցված էր այդ կինոներ նայելով։ Ինքն էլ էր կենսաբան։ Ինքն էլ էր կենսաբան, ինքը բուսաբան էր։ Ու հետո որոշեցինք, իսկ ինչի՞ չէ։ Մի հատ մենք մեր ձեռքով փորձենք ինչ-որ էքսպերիմենտի պես մի բաներ։ Դե կարդում ես գիտական հետաքրքիր հոդվածներ, հետո ասում ես մի հատ էլ ես մի նոր բան անում։ Ու որոշեցինք ինչ-որ մի կարճամետրաժ կինո նկարել մեր ուզած ինչ-որ ստեղծագործությունից, մեր ուզած ձևով։ Որ ստեղծագործություններ Ֆազիլ Իսկանդերից ինչ-որ մի փոքր հատված էր։ Երկու հենց ընկերուհիների միջև ինչ-որ մի խոսակցություն առանց բառերի։ Եվ այստեղ Հայաստանում կար կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, նման մի բան, եւ Մեքսիկայում էլ կար ինչ-որ նման կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, որտեղ որ ուղարկեցինք այդ մեր կարճամետրաժ կինոն եւ երկու տեղում էլ ստացավ հանդիսատեսի կողմից մրցանակ։ Համագրանքի մրցանակ։ Իսկ ինչ որ փորձ ունեիք նկարելու, մոնտաժելու, խաղալու, որովհետև ես երբ որ ֆիլմը նայում էի, զարմացա, որ դերակատարներից մեկը դու ես, այսինքն դու եւ ընկերուհիդ եք այդ երկու ընկերուհիների դերերը հենց տանում, ու ինքը այսպես որ խորհրդային հին սև ու սպիտակ գույներով նկարված էր, այդպիսի տրամադրություններ էր արտնասնում, այսինքն թե ոնց ձևավորել այդ նկարահանման հրապարակը, ոնց խաղալ, հետո ոնց մոնտաժել ունեիք, փորձ թե ուղղակի հիմնվելով ձեր ֆիլմ նայած ֆիլմերի վրա արել էիք։ Դե սցենարը, խաղը, այդ ամբողջը ոնց որ իմ ու ընկերուհու միջև է ընկերուներ գրել սցենարը, բայց իր ամուսինը կապ ուներ կինոյի հետ, այսինքն մոնտաժը, մնացած ամեն ինչ ամուսինն էր, ով որ նկարահանում էր, ինքն էր արել։ Իսկ թե փորձ ունենք, թե չունենք, գալիս է էլի մանկությունից, որ ասում էի իմ ծնողները թույլ են տվել ինձ ամեն ինչով զբաղվել, եւ ֆոտոյով, եւ թատրոնով, եւ ամեն ինչով, այսինքն մինչև այդ հիմա հիշում եմ, որ ես շատ էի ուզում ռեժիսոր դառնալ, հետո որոշեցի, չէ, ուրիշ մի բան, հետո եկա կենսաբանության։ Հիմա դա ինչ որ երազանքներից եւ ինչ որ մի մաս էր, որ իրականացավ։ Արեցինք, ուրախացանք։ Ու երևի վերջում խնդրեմ քո սիրած մի քանի ֆիլմեր, 1-2 ֆիլմեր խորհուրդ տաս, որ մեզ լսողները գուցե հետաքրքրվեն, գնան նայեն։ Երևի մի 10-15 տարի առաջ ունեի պատասխան, բայց հիմա որ միգուցե նայեմ այդ կինոները, դուրս չգան։ Կարող եմ ինչ-որ ռեժիսորների ասել, այն ժամանակ տարված էի Տարկովսկիով, Բերգման, Ֆելինի, երևի դրանք, բայց հիմա մտածում եմ միգուցե հիմա նայեմ Տարկովսկի դուրս չգա։ Ամեն դեպքում պետք է ամբողջը նայել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար Նելի։ Շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV-ի եթերում գիտության մարդիկ հաղորդաշարներ եւ իմ հյուրն այսօր Նելի Բաբայանն էր։